Մոլորակի գրեթե բոլոր խոշոր հակամարտություններն ըստ Թրամփի կարգավորելուց հետո Եվրոպայի սրտում են հավաքվել աշխարհի լիդերները, հաղթահարելու արևմուտքի առանցքային սպառնալիքը։ ՆԱՏՕ-ում ոչ մեկը մենակ չէ, համոզմամբ բրյուսելյան կենտրոնակայան են ժամանել Հյուսիսատլանտյան դաշինքի ու Եվրամիության երկրների ուժային ղեկավարներ։ Ռամշթայն խմբի հավաքի հիմնական հասցեատերը Մոսկվան է։ Գլխավոր թեմաները եվրոպական երկրների ռազմական ներուժի ամրապնդումը եւ Ուկրաինայի զենքի մատակարարումը։ Ռուսական անօդաչուների Լեհաստանի ու Էստոնիայի օդային տարածքը խախտելուց հետո Հյուսիսատլանտյան դաշինքում աճում է մտահոգությունը, թե պաշտոնական Մոսկվան փորձում է արևմուտքի համբերությունը, հատելով պատերազմի ու խաղաղության վտանգավոր գիծը։ Միացյալ Թագավորությունն ու ՆԱՏՕ-ի երկրներն այսօր հավաքվել են Ռուսաստանի ագրեսիային արձագանքելու համար։ Դաշինքի տարածք ռուսական ներխուժում նախոհեմ է, վտանգավոր ու միանգամայն անընդունելի։ Եթե ՆԱՏՕ-ի դեմ սպառնալիք լինի, մենք գործի կանցնենք։ Մենք ուժով կդիմակայենք էսկալացիային։ Բրիտանական կործանիչներն էլ շարունակելու են թռիչքները Լեհաստանի օդային տարածքում մինչև տարեվերջ։ Կանադան համակարծիք է ՆԱՏՕ-ի դիրքորոշման հետ, ասում է երկրի պաշտպանության նախարարը։ Ուզում եմ հստակեցնել, Կանադան լիովին աջակցում է դաշինքին, Ուկրաինային։ Սա շրջադարձային պահ է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Կանադան այլևս պաշտպանված չէ իր աշխարհագրությամբ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է ավելի ուժեղ ու հզոր պաշտպանություն, համակարգված օգնություն Ուկրաինային ու կոշտ արձագանք Ռուսաստանին։ Մարկ Ռուտեն պատասխանել է Ուկրաինային հեռահար հարձակողական հրթիռներ, մասնավորապես Թոմոհոք մատակարարելու մասին հարցին։ Այսօր այդ թեման չի քննարկվելու, քանի որ դա երկկողմանի հարց է։ Որ երկրներն են ցանկանում զենք մատակարարել Ուկրաինային։ Ինչ զենք են ցանկանում մատակարարել եւ արդյոք ուզում են դա անել։ Այո կամ ոչ, բայց այսօր այդ թեման օրակարգում չկա։ Բրյուսել ժամանած Միացյալ Նահանգների պատերազմի քարտուղար Փիթ Հեքսեթը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները սպառազինություն կգնեն Ուկրաինայի համար։ Եթե մի բան հասկացել ենք Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, դա խաղաղության հասնելն է ուժի միջոցով։ Խաղաղություն ստանում եք, երբ ուժեղ եք, ոչ այն ժամանակ, երբ օգտագործում եք հզոր բառեր կամ մատ եք թափ տալիս։ Դուք այն ստանում եք, երբ հզոր ու իրատեսական հնարավորություններ ունեք, որոնք հարգում է հակառակորդը։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միաբերան պնդում են։ Այսօրվա հավաքը վճռորոշ ու չափազանց կարևոր է տրանսատլանտյան անվտանգության համար։ Այսօրվանից սկսում է Միս ու արյուն ստանալ Փըրլը, Ուկրաինայի առաջնահերթ պահանջմունքների ցանկ ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր օգոստոսին։ Նախաձեռնությունը ենթադրում է ամերիկյան սպառազինության ու սարքավորումների մատակարարում Ուկրաինային։ Ծրագրի շրջանակում եվրոպական երկրներն ամերիկյան զենք են գնում ու ՆԱՏՕ-ի միջոցով փոխանցում Ուկրաինային հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Վերջին օրերին շրջանառվող լուրը, թե Միացյալ Նահանգների նախագահը պատրաստվում է 50 Թոմոհոք հրթիռ ուղարկել Ուկրաինա, մեծ հնչեղություն է ստացել։ Ռուսաստանից կրկին զգուշացնում են։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, այդ քայլը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ բոլորի, հատկապես Թրամփի համար։ Ռուսաստանը կարձագանքի նույն կերպ։ Բելարուսի նախագահը նույնպես զգուշացրել է, եթե Միացյալ Նահանգները Կիևին փոխանցի այդ հրթիռները, միջուկային պատերազմ կսկսվի։ Նախազգուշացումներ կան նաև եվրոպական ընտանիքի ներսում։ Լեհաստանի արտգործնախարարի պնդմամբ Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հարձակումներին, ընդհուպ հասնելով հին աշխարհի խորքը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։